Բարև, այսօր ես որոշեցի այլևս եկեղեցի չգնալ, նաև ես ժամանակ չունեմ, այնտեղ բաներ կան, որոնց հետ ես համաձայն չեմ, ամեն ինչ լավ է, ես կգնամ երբ կուզեմ։ Այսօր ես արդեն 2 շաբաթ է եկեղեցի չեմ գնում, լուրջ եմ ասում, ես ինչ շատ լավ եմ զգում, ինչ շատ ազատ եմ զգում։ Այսօր արդեն 3 ամիս է եկեղեցի չեմ գնում։ Ես որոշ խնդիրներ ունեմ, բայց դա նորմալ է, ով խնդիր չունի։ Նույնիսկ ես նորից սկսել եմ ընկերներիս հետ շփվել։ Ոնց է ես նրանց կարոտել։ Յուրաքանչյուր հանգստյան օր մենք միասին ժամանակ ենք անցկացնում։ Այսօր արդեն 6 ամիս է ինչ եկեղեցի չեմ գնում։ Հենց նոր եմ վերադարձել գիշերային ակումբից։ Շատ թույն եմ ինձ զգում։ Ես ծանոթացել եմ մի տղայի հետ, ընտիր է։ Մենք միասին ենք եղել։ Ես իմ համարը տվել եմ նրան։ Երբեմն ինչ-որ բան չի հերիքում, բայց չգիտեմ թե ինչը։ Նա հենց նոր ինձ գրեց։ Այսօր արդեն 1 տարի է ինչ եկեղեցի չեմ գնում։ Նրանք եկան ինձ կանչելու համար։ Ես նույնիսկ կարոտում եմ, բայց չգիտեմ։ Ամեն ինչ լավ է։ Ես նշանվել եմ։ Այսօր արդեն 1 տարի 5 ամիս է ինչ եկեղեցի չեմ գնում։ Որոշ բաներ այնպես չեն գնում, ինչպես պետք է։ Բայց ես կարծում եմ, որ դա նորմալ է։ Այդպես չէ՞։ Արդեն 1 տարի 8 ամիս է ինչ եկեղեցի չեմ գնում։ Իմ ընկերը խզեց հարաբերություններն ինձ հետ։ Ես իմացա, որ ինքը արդեն ուրիշի հետ է։ Իմ կյանքը դժոխք է։ Երեկ ես վիճեցի մորս հետ։ Ես դեռ չեմ կարողանում աշխատանք գտնել։ Գիշերները չեմ կարողանում քնել։ Ես վախենում եմ մահանալ։ Ես միայն ուզում եմ անհետանալ։ Այսօր արդեն 2 տարի ինչ եկեղեցի չեմ գնում։ Ինձ ասացին, որ Հիսուսը կարոտում է ինձ։ Ես էլ եմ կարոտում։ Բայց ես վերադառնալ չեմ կարող։ Եթե ինձ քննադատեն, կամ էլ իմ մասին վատ բաներ ասեն, կամ էլ ինչ-որ վատ բան մտածեն իմ մասին, ոչ, չեմ կարող։ Այսօր 2 տարի 3 ամիս է ինչ եկեղեցի չեմ գնում։ Ես էլ չեմ դիմանում։ Իմ մոտ սկսվել են անհանգստության նոպաներ։ Իմ մայրը կարծում է, որ իմ մոտ դեպրեսիա է։ Երևի ճիշտ է։ Երեկ ես պետք է գնայի եկեղեցի, բայց երբ գնալու ժամանակը եկավ, մի ձայն իմ գլխում ասաց՝ մի գնա։ Ես էլ չգնացի։ Այսօր կլիներ 2.5 տարի ինչ եկեղեցի չեմ գնում, բայց ես որոշեցի այսօր գնալ։ Իմ հետևից են գալու, որպեսզի ինձ ուղեկցեն։ Ձայնը, որ ինձ ասում է, որ ես չգնամ, դեռ այստեղ է, բայց մի ձայն կա, որը ավելի բարձր է, և ասում է, որ ես գնամ։ Այսօր 1 տարի է ինչ վերադարձել եմ եկեղեցի։ Ոչ թե ուղղակի եկեղեցի, այլ Աստծո ներկայություն։ Եվ այսօր ես նրան իսկապես եմ ճանաչում։ Իմ մոտ ստացվում է հաղթահարել իմ խնդիրները, որովհետև ես մենակ չեմ։ Դեպրեսիան անցել է և այդ տեղը լցվել է խաղաղությամբ և իմ փրկության համոզվածությամբ։ Հեշտ չէր, բայց ես համառություն ցուցաբերեցի և հաղթեցի։ Ոչ ոք ինձ չդատեց, ոչ ոք ինձ վատ չվերաբերվեց։ Ընդհակառակը, ինձ օգնեցին, իսկ ես այսօր օգնում եմ մյուսներին։ Եթե դու էլ ես այդպիսի վիճակում, վերադարձիր։ Դեռ հնարավորություն կա քեզ համար։